Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է բարև ձեզ։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսի ներկայացմամբ։ Օգոստոսի 22-ից 23-ն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վիլյամ Լահյուն։ Օգոստոսի 22-ին Վիլյամ Լահյուին ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վիլյամ Լահյուն այցելեց նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադ եւ հումանիտար ականաձերծման եւ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ ծանոթացավ խաղաղապահության եւ ռազմական փոխգործունակության ոլորտներում Հայաստանի արձանագրած առաջընթացին։ Զինված ուժերի պատրաստության պլանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանի համաձայն օգոստոսի 20-ից 23-ը երրորդ բանակային զորամիավորման հենքի վրա պաշտպանության նախարարության զորամասերի հրամանատարների, շտաբների պետերի եւ մարտական պատրաստության գծով տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ։ Մանրամասները տեսանյութում։ Ինչպես յուրաքանչյուր միջոցառում, այնպես էլ այս հավաքն իր նպատակներն ուներ՝ ամրապնդել հավաքի մասնակիցների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, բարձրացնել հավաքի մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործել վարժվածության մակարդակը, մարտական պատրաստության պլանավորման գործընթացի կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ դրա ընթացքի ղեկավարման ուղղությամբ, ստուգել մասնակիցների պատրաստության մակարդակը ղեկավար փաստաթղթերի իմացությունից, ֆիզիկական, կրակային եւ շարային պատրաստություններից։ Հավաքը մեկնարկեց շարային ստուգատեսով, հրամանատարն իր էությամբ ու անձով պետք է օրինակ ծառայի զինվորին։ Միայն այդ դեպքում կարելի է հաջողություններ ակնկալել խաղաղ ծառայությունում, առավել եւս մարտական գործողությունների ժամանակ։ Միջոցառումն ընթացավ դասախոսությունների, ցուցադրական, գործնական եւ ստուգողական պարապմունքների տեսքով։ Բարձրաստիճան հրամանատարական կազմին նախ ողջունեց եւ դասախոսությամբ հանդես եկավ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Խոսելով զինված ուժերի մարտական հերթապահության, մարտական պատրաստության վիճակի, դրանց զարգացման եւ կատարելագործման մասին, գլխավոր շտաբի պետը խրախուսեց ձեռքբերումներն ու հաջողությունները։ Դրա հետ մեկտեղ նա մասնակիցներին կոչ արեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել զինվորական կարգապահության վերաբերող հարցերը։ Այնուհետև ներկաների մասնակցությամբ ուսումնասիրվեցին զինված ուժերում ընթացող կրթական բարեփոխումները, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպումը, զինված ուժերի կադրային քաղաքականության զարգացման ուղիները։ Հրամանատարական այս հավաքները միայն տեսական պարապմունքներով չէ, որ սահմանափակվեցին։ Հավաքի երկրորդ օրը մեկնարկեց հրաձգարանում, որտեղ մասնակիցները ստուգողական պարապմունք անցկացրեցին հրաձգությունից։ Ինքնաձիգից արձակված կրակոցով ստուգվում էր սպաների նշանառության հմտությունն ու վարպետությունը։ Մարտական գործողությունների ժամանակ որքան էլ զարգացած լինի ռազմական տեխնիկան, միևնույն է, ինքնաձիգը մնում է որպես կենտանի ուժի խոցման հիմնական միջոց։ Նշենք, որ սպաները լավ էին տիրապետում այս զենքին եւ թիրախները հիմնականում խոցվում էին հենց առաջին կրակոցից։ Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության ներկայացուցիչները ստուգեցին մասնակիցների պատրաստության մակարդակը զենքով եւ առանց զենքի շարային վարժաձևերից։ Հավաքի մասնակիցները շարային պատրաստությունից իրենց հմտություններն էին ցուցադրում ստուգողներին։ Մարտական բարդ առաջադրանքների կատարումն անշուշտ ֆիզիկական կոփվածություն է պահանջում, իսկ դրա համար անհրաժեշտ են ամենօրյա ֆիզիկական պարապմունքներ, ձգումներ, հրումներ, վազք։ Հավաքի մասնակիցները թեստերի միջոցով համալիր ստուգումներ հանձնեցին ղեկավար փաստաթղթերի իմացությունից։ Ուսումնական մարտադաշտում նրանք հետևեցին նաև ականանետային դասակի գործողությունները գումարտակի պաշտպանական մարտում թեմայով ցուցադրական պարապմունքներին։ Երկրորդն ընդունել։ Կրակ։ Տեղում դասախոսություն անցկացվեց ականանետների մարտական կիրառման վերաբերյալ։ Հավաքի վերջին օրը հրամանատարական կազմի հետ անցկացվեց դասախոսություն հայ առաքելական եկեղեցու դերն ու տեղը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի դաստիարակության գործում, զինված ուժերի հոգևոր հիմքերի խորացման ուղիները թեմայով։ Քառօրյա հավաքները եզրափակվեցին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի ամփոփիչ խոսքով։ Կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, նա նշեց, որ այս ընթացքում ձեռք բերվածը հրամանատարները արդյունավետորեն կկիրառեն արդեն տեղերում ծառայության ընթացքում։ Խոսվեց նաև զինված ուժերում մարտական պլանով նախատեսված մոտակա միջոցառումների մասին։ Հավաքի ընթացքում ցույց տված բարձր արդյունքների համար մի շարք հրամանատարներ պարգևատրվեցին պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով։
Յուրաքանչյուր զորավարժություն ինչ խոսք բարձրացնում է զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակությունը եւ միմյանց հետ փոխգործակցելու վարպետության աստիճանը։ Եվ ահա օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերի ստորաբաժանումների հետ անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մանրամասները ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Օգոստոսի 14-ից 16-ը Պաշտպանության բանակի հրամանատարի ղեկավարությամբ բանակի մի շարք զորամասերի ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ, որոնք նպատակաուղղված էին տեսական ու գործնական պարապմունքների միջոցով բարձրացնել մասնակից ազնագազմի մարտավարական ունակությունները, վերջիներիս տալ մարտի վարման համապատասխան պրակտիկա, ինչպես նաև միջոցառմանը հետևող բարձրաստիճան եւ միջին օղակի հրամանատարական կազմին ցուցադրել ստորաբաժանումների ղեկավարման, զորքերի փոխհամագործակցության եւ կրակի կառավարման օրինակելի կարգը պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի վարման ընթացքում։ Քանի որ զորախաղերն իրենց բնույթով ցուցադրական էին, ուստի նախքան մարտական հրաձգության փուլի մեկնարկը միջոցառմանը հրավիրված բոլոր աստիճանի հրամանատարները ըստ խմբերի անցան կից բացահայտված ուսումնական կետերով, ծանոթացան արդյունավետ մարտ վարելու համար անհրաժեշտ պայմաններին, դրանցում ներգրավող սպառազինությանն ու տեխնիկային։ Նման զորավարժությունները դրանց նախապատրաստման ընթացքում եւ կոնկրետ մարտական հրաձգության փուլի ընթացքում զինվորների մոտ վստահություն են ներշնչում, իրենց վստահված զենքի հնարավորությունների տիրապետելու առումով եւ զինվորը իրեն կարողանում է մարտի դաշտում զգալ այնպիսի պայմաններում, որոնք առավել մոտ են պատերազմականին։ Այսօր մեր զինվորի բարոյահոգեբանական վիճակը եւ նրան մարտական խնդիրների կատարման վճռականությունը գտնում է շատ բարձր մակարդակի վրա։ Ստեղծված իրադրությունն ու ստորաբաժանումների արչև դրված խնդիրները պարզաբանվելուց հետո զորավարժությանը ներգրաված անձնակազմն անցավ ուսումնական հարցերի գործնական կատարմանը։ Համաձայն հաստատված պլանի այն անցկացվեց 2 փուլով, որոնց ընթացքում կենտրոնական ենթակայության 2 զորամասերի մեկական գումարտակներ առանձին ցուցադրեցին իրենց գործողությունները պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի վարման ժամանակ։ Ներկաների վրա հատկապես լավ տպավորություն թողեցին հավանական հակառակորդի կողմից ձեռնարկված գրոհի կասեցման եւ հակահարձակողական գործողությունների անցման ուղղությամբ գումարտակների հրամանատարների ընդունած որոշումները։ Դրանք կառուցված էին գրագետ եւ մարտավարական պահանջներին համահունչ։ Իրենց բարձրության վրա էին գտնվում նաև ստորաբաժանումների վարժ տեսակ օղակի հրամանատարները, որոնք լավագույնս ընդունում եւ կիրառման մեջ էին դնում վերադասի կողմից իջեցված բոլոր հրամաններն ու մարտական հրահանգները։ Գործողությունների ընթացքից զգացվում էր, որ ինչպես գումարտակների ղեկավար կազմը, այնպես էլ բոլոր աստիճանի հրամանատարներն ու շարքային անձնակազմը պատրաստական են բարձր մակարդակով իրականացնելու իրենց արժև դրված խնդիրները եւ հասնել պատշաճ արդյունքների։ Նպատակները, որ մենք դրել ենք հրամանատարներին ուսուցանելու, այսօրվա նոր Գարոսասյան փոփոխությունից հետո ստեղծված հրաձգային գումարտակի կիրառման կարգի վերաբերյալ պարապմունքը համարում եմ, որ կատարվել է։ Անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությունները ցուցադրական լինելով հանդերձ միաժամանակ փաստեցին, որ ինչպես ներգրաված մոտորաձգային ստորաբաժանումները, այնպես էլ զորախաղերի մասնակից զորատեսակներն ու մարտական ապահովման բոլոր միջոցները ունեն մարտավարամասնագիտական եւ բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն։ Խրամատային ճշմարտություն խորագրի ներքո ձեր ուշադրությանը ներկայացվող տեսանյութը զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման մոտորաձգային գնդերից մեկի պայմանագրային գումարտակի զինծառայողների հենակետային առօրյայի մասին է։ Գումարտակի անձնակազմը պաշտպանում է հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող սահմանագիծը։ Դիտենք տեսանյութը։ Պայմանագրային գումարտակի անձնակազմի հսկողության ներքո գտնվող առաջնագիծը հանրապետության տարածքի հարավային ուղղությունն է, որը հարկ է հուսալիորեն պաշտպանել զոր ու գիշեր մեր բնակչության խաղաղությունն ու անդորրը ապահովելու համար։ Զինուժի նկարանող խումբը գումարտակի հրամանատար մարտական գործողությունների մասնակից փոխգնդապետ Վաչագան Կռոյանի ուղեկցությամբ անցավ սահմանագծի երկայնքով, շրջելով բարձր լեռնային գոտում տեղակայված գրեթե բոլոր հենակետերով։ Տեղում համոզվեցինք, որ այստեղ, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության մյուս սահմանամերձ գոտիներում, առաջնագծի պահպանությունը առավելագույնս ուժեղացվել է։ Ձեռնարկվել եւ ձեռնարկվում են լրացուցիչ ինժեներական աշխատանքներ, ամրաշինական կառույցների եւ արգելափակոցների տեղադրումը, հենակետերի կահավորումը հիմնականում ավարտված է, սակայն գումարտակի հրամանատարը ամեն օր դիրքերում է եւ ամեն օր ստուգում է անձնակազմի մարտունակության աստիճանը։ Հակառակորդի դիվերսիոն հետախուզական եւ հատուկ պատրաստված խմբերի ներթափանցումը մեր տարածք բացառելու նպատակով Պաշտպանության նախարարի կողմից տրված վերջին հրամանները եւ կարգադրությունները իրականացվում են ամբողջական ծավալով։ Պաշտպանության նախարարի կողմից տրված բոլոր հրամանները եւ հրահանգները հենակետերի ամրաշինական եւ արգելափակոցների հետ կապված կատարվում են անշեղորեն։ Հակառակորդի ցանկացած
շարժ մեր կողմից վերահսկվում է եւ ուզում եմ հավաստիացնեմ մեր ազգաբնակչությանը, որ հակառակորդը ոչ մի հնարավորություն չունի այս տարածքով անցնելու մեր վերահսկվող տարածքը։ Հակառակ դեպքում, եթե փորձ լինի իրեն իրավունք վերապահի, որ գա մեր թիկունք, ճանապարհին կվնասազերծվի ամենայն խստությամբ։ Մեկ հենակետից շարժվում ենք դեպի մյուսը։ Դիմացի բարձունքներում հակառակորդն է, իսկ ցածրադիր գոտում նրա բնակավայրերն են։ Ժամանակին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս տարածքը գրեթե ամբողջապես բնակեցված է եղել հայերով։ Այսօր սակայն պատկերը այլ է։ Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանումները շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնելով թշնամու ոտնձգություններից զերծ են պահում մեր խաղաղ բնակավայրերը։ Գործի են դրված բոլոր զորատեսակները, մոտոհարաձգայինից սկսած հակատանկային միջոցներով վերջացրած, հատկապես վերջին ամիսներին դիրքապահների զգոնության եւ աչալարության աստիճանը առավելագույնի է հասցվել։ Բոլորը գիտակցում են, որ հակառակորդը ջանք ու եռանդ չի խնայում առաջնագծի խոցելի տեղերը հայտնաբերելու ու անակնկալ դիվերսիաներ իրագործելու ուղղությամբ։ Սակայն այդ հնարավորությունը թշնամուն չի ընձեռվում։ Հենակետերից մեկում հրամանատարը տագնապ է հայտարարում եւ բացահայտ հարձակում ազդանշանով անձնակազմը զինվելով եւ հանդերձավորվելով հաշված վայրկյաններում անցնում է շրջանաձև պաշտպանության։ Հակառակորդի կողմից հնարավոր ներթափանցման բոլոր ուղղությունները հսկվում են։ Առաջնագծի պահպանության համար պատասխանատու ուժերի մարտունակությունը թույլ է տալիս արձանագրելու, որ թշնամու անակնկալ հարձակման պարագայում կձեռնարկվեն բոլոր միջոցները այդ հարձակումը կասեցնելու եւ սահմանագծի անդորը խախտողին պատժելու համար։ Իսկ ներկայումս իրականացվում են կանխարգելիչ լրացուցիչ միջոցառումներ նմանաբնույթ անակնկալ միջադեպերը բացառելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Այո, դիմացի բարձունքներից երբեմն կարող են անկանոն կրակահերթեր արձակվել, որոնք սակայն մեր դիրքապահների վրա առանձնապես մեծ տպավորություն չեն գործում։ Խորհրդային միության ժամանակների հայտնի սահմանը փակի տակ է արտահայտությունը այսօր մեզ համար նոր իմաստ է ստացել, եւ առաջնագծում տիրող լռությունն էլ մեր ստորաբաժանումների մարտունակության պատշաճ աստիճանի լավագույն ապացույցն է։ Պայմանագրայինները փորձառու զինծառայողներ են։ Ժամկետային զինվորական ծառայությունից հետո ազգային բանակի շարքերը համալրել են պայմանագրային հիմունքներով եւ շարունակում են իրենց համար սովորական դարձած հայրենիքի պաշտպանության գործը։ Շարունակում են ստանձնած առաքելության եւ հայրենաց եզերքի պաշտպանների բարձր գիտակցմամբ։ Ժամապահը քայլում է սահմանագծի երկայնքով։ Առաջնագծի հսկողությունը վերապահված է հայ զինվորին, ով ներկայացնում է հաղթանակած զինված ուժերը։ Գյուղ ու քաղաքից հազարավոր կիլոմետր հեռու բարձրադիր խրամատներում օր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում հայոց բանակի զինվորներն ու սպաները։ Պարոնայք սպաներ խորագրի ներքո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսանյութ, որը պատմում է սահմանային գոտում ծառայող փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի մասին, ով վերջերս է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մարտական հերթապահության համար արժանացել առաջին աստիճանի իշխանանշանի։ Դիրքեր ենք բարձրանում։ Մեքենան հազիվ է հաղթահարում Թավ անտառի հողը պատրած կածանները։ Ակամա հիշում եմ Բակունցյան մթնաձորը։ Այստեղ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում։ Արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը դունչը լուսնյակին մեկնած։ Վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ մարդիկ խաղաղ են ապրել այս հողերում։ Հիմա հողն իր հիշողության մեջ պատերազմի դառը կսկիցն է պահում։ Այս անտառներում դեռ խոնավ օդի ծալքերում վառոդի հոտ է զգացվում։ Պատերազմ։ Ինչ է պատերազմը։ Ամեն դեպքում պատերազմը լավ երևույթ չի։ Պատերազմը դաժան երևույթ է, որ ես չեմ ցանկանում իմ ազգին,
Ես կցանկանամ իհարկե չլինի պատերազմ, բայց միանշանակ որպես հին զինվորական, ինչը սկսել ենք մենք, ես կցանկանամ թող մեր երեխեքին չհասնի, թող մեզանով ավարտին հասցնենք։ Ու պատերազմն ընդհատեց Տավուշյան անտառների անդորը։ Թշնամին մեծամասշտաբ գրոհ սկսեց ոչ միայն Արցախ աշխարհի ուղղությամբ։ Անդադար հրետակոծվում էին նաև Հայաստանի հյուսիսարևելյան գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանցի հրոսակների կրնկի տակ կորչում էին այս անտառներում դրոշմված մանկության հետքերը։ Հողի մեջ հոսող սառնորակ աղբյուրները դառը ցավ էին լալիս։ Երկիրը, հողը, անտառը օգնության կարիք ուներ։ Լեռնիկը խորհրդային բանակում ժամկետային ծառայությունը նոր էր ավարտել։ 1992-ի աշունն էր։ Անտառում չորացած տերևը մանկության հուշերը ճռճռթալով փշուր էին դինում բարբարոսների կրնկի տակ։ Մի խումբ համագյուղացի տղաներով ջոկատ կազմեցին ու սարերը բարձրացան։ Բայց դարանակալ թշնամին շարունակում էր ամրանալ անտառի խորքերում։ Պարտիզանական ջոկատներն այլևս իզորու չէին դիմակայել հակառակորդի մինչև ատամները զինված հրոսակախմբերին։ Լեռնիկն անդամագրվեց նոր կազմավորվող ներքին գործերի նախարարության առընթեր հատուկ գնդի շարքերում։ Այստեղից էլ սկսվեց այսօր արդեն կազմավորված հայոց բանակի փոխգնդապետ գումարտակի հրամանատար Լեռնիկ Բաբայանի մարտական ուղին։ Տարիներ են անցել, ինչը ի վերջո ձեզ զինվոր դարձրեց, փոխգնդապետ։ Ճակատագրից ելնելով, այսինքն դա իրավիճակն է ստիպել մեզ, որ մենք լինենք զինվորական մեր ազգի, մեր ընտանիքները պահպանելու, պաշտպանելու նպատակով։ Ավարտվեց պատերազմը։ Հիմա պայմանական խաղաղություն է անտառում, որովհետև հիմա անտառը մշտարթում պահապան ու տեր ունի։ Սևոն էլ է հայրենիքի պաշտպան։ Ականի պայթյունից է վիրավորվել, բայց մինչև օրս շարունակում է աչալուրջ հսկել մեր երկրի սահմանը ու արտառոց որևէ բան նկատելու դեպքում իմաց տալիս տերերին։ Սևոն էլ գիտի, անելիքներ դեռ շատ կան։ Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ ես առաջինը մտածում եմ միանշանակ իմ անձնակազմի մասին, որ անփորձանք ամեն մեկը մի ընտանիքի, մի տան ծուխ են, որ որևիցե մեկի հետ ինչ-որ մի խնդիր կատարվի, մի ցավոք մի հատ դեպք պատահի, բոլորիս համար դա ցավալի է։ Մենք մտածում ենք առաջի հերթին ոչ մեկի հետ ոչ մի բան չկատարվի, անփորձանք մարտական հերթապահություն կատարվի, հերթափոխել։ Այսպես է սկսվում հայ մարդու ու հայ զինվորականի օրը։ Հայոց երկրի համար Աստծուց խաղաղություն ու հայ մարդիկի բասկին ուժ, բարձր մարտունակություն, կամքի զորեղություն խնդրելուց հետո գումարտակի հրամանատարն անցնում է գործի։ Ոմանց համար հայրենիքը սկսվում է ահա այս խրամատներից, մյուսների համար այս խրամատները մեր երկիրը հարևան պետությունից սահմանազատող պետական սահման են ընդամենը։ Իսկ այստեղ ամենօրյա զինվորական ծառայություն անցնող զինվորականի համար այս խրամատները թիկունքը պահող վահան են, թիկունք, որը մենք կոչում ենք հայրենիք։ Իսկ այդ հայրենիքում արևահամ հողի բերքն է հասնում։ Այդ հայրենիքում խրամատներից ցած հայ մանկան քրքիջն է, սեփական ընտանիքը։ Դեռ մարզպետունին էր նշում, որ հայ ընտանիքները երկրի ամրության գրավականն են։ Հայ զինվորականն էլ պատերազմի ու մարտական հերթապահության բարդ ու պատասխանատու գործին համընթաց ընտանիք է կազմել ու զավակներ ունեցել։ Գայանեն ավելի քան 10 տարի զորամասում է աշխատում, ամուսնու հետ։ Բարդ իրավիճակներում նրան զորավիգ է։ Ինչ կա հայ կնոջ համար առավել պատվաբեր ու առավել հաճելի,
քան զինվորական ամուսնու ու նրա զինակից ընկերների հայ զինվորի համար կերակուր պատրաստելը։ Իսկ երեկոյան ընտանիքի հայրն ու մայրը կարոտով տուն են վերադառնում։ Բազմանդամ ընտանիքը տատիկի հոգատարության ներքո է։ Երեխաները կարոտով շտապում են ողջունել։ Երբեմն սահմանապահ հայրիկին տասնյակ օրերով չեն տեսնում։ Ընտանիքում աղջիկները գերակշռում են։ Երեխաները շատ փոքր են, բայց միանշանակ ես էլ եմ ասում, եթե հասնեն իրենց տարիքին, ես մեկ է իրենց դաստիարակելու եմ նրանց, ոնց որ ասենք ես, ոնց որ տղամարդը, ոնց որ տղա երեխու դաստիարակես, միանշանակ աղջիկ լինի թե տղա, պետք է նա առաջինը զենք բռնել իմանա, երկրորդը սահմանը ճանաչի եւ մեր սահմանները իմանա, որ վաղը մյուս օր Աստվածչանի պետք կլինի, ինչու՞ չէ նաեւ մեր պաշտպանությանը մասնակցեն իմ աղջիկները, խի չէ որ։ Այսպիսին է հայ զինվորականը, ում համար մարտական գործն ու հայրենիքի պաշտպանությունը զենք առնելը մարդ սպանելու գաղափարի գրողը չեն, այլ սեփական ընտանիքի ու զավակների, սեփական ժողովրդի ու իրեն ծնունդ տված հողի հանդեպ սիրո արտահայտությունն են։ Պատմության ու նախնիների շիրիմների առաջ պատասխանատվության բարձր զգացումի գրողն են։ Մոտ մեկ ամիս առաջ 4-րդ բանակային զորամիավորման Վազգեն Սարգսյանի անվան զորամասի ստորաբաժանումներից մեկը Բաղրամյան զորավարժարանում մասնակցեց մարտական հրաձգությամբ զորավարժություններին։ Իսկ արդեն զորամասում հրետանավորներն այսօր էլ շարունակում են կատարելագործել իրենց մարտավարամասնագիտական հմտությունները։ Հրետանավորների առօրյայի մասին է պատմում Վադիմ Ղարիբյանը։ 4-րդ բանակային զորամիավորման մոտոհրաձգային զորամասի հրետանու ստորաբաժանումները անհրաժեշտության պարագայում առաջնագծի պաշտպաններին աջակցություն ցուցաբերող գործուն մարտական միավորներից են։ Վերջին զորավարժության ժամանակ իրենց տեսական եւ գործնական գիտելիքները եւ հմտությունները ցուցաբերած հրետանավորները ներկայումս շարունակում են մասնակցել ուսումնական փուլի պլանով նախատեսված դասընթացներին։ Բաղրամյան զորավարժարանից հրետանավորները վերադարձել են մշտական տեղակայման վայրը ու իրենց հրամանատարների գլխավորությամբ հակառակորդի հետ անմիջական շփման գծից քիչ հեռու նախապատրաստվում են առաջիկա քննություններին, որոնցով կիեզրափակվի ուսումնական տարվա ամառային փուլը, որի արդյունավետության աստիճանը ի հայտ կգա ավարտական քննաշրջանի ժամանակ։ Գումարտակի հրամանատարը ականանետային ստորաբաժանման կրսեր հրամանատարների եւ սպաների հետ պարբերաբար քննարկում է ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացների ընթացքը։ Զորավարժությունների արդյունքները հիմնականում գոհացուցիչ են, սակայն ձեռք բերածով բնականաբար բավարարվել չի կարելի, հաշվի առնելով առաջնագծի մոտիկությունը։ Հիմա գումարտակ գտնում է մարտական հերթապահությունում 14-օրյա մարտական հերթապահություն է կատարում։ Գումարտակի հետ է նաև գումարտակի ականետային դասակը, որը կատարում է մարտական հերթապահություն։ 1 կիլոմետր այն կողմ գտնում է հակառակորդը։ Գումարտակի հրետանին միշտ պատրաստ է հակահարված տալ հակառակորդի բոլոր բացահայտ հարձակումանը եւ ոչնչացնել նրա կենթանի ուժը եւ զրահտեխնիկան։ Ուսումնական տարվա սկզբից մեր հրետանավորները ակտիվորեն ներգրավվել են տարաբնույթ բանակային միջոցառումների մեջ, որոնցից կարևորագույնները բնականաբար մարտական հրաձգությամբ զորավարժություններն են։ Ուժեղ մարտունակ հրետանին հակառակորդին զսպելու արդյունավետ միջոցներից է, իսկ այդ արդյունավետությունն աճում է վերոնշյալ զորավարժությունների, նաև ճամբարային հավաքների եւ դաշտային ելքերի ժամանակ։ Զուգահեռաբար հարկ է նաև թոթափել բանակային առօրյայի լարվածությունը, իսկ դրա լավագույն միջոցներից է մասնավորապես նախապատրաստումը ուրախների եւ հնարամիտների ակումբի բանակային հերթական մրցափուլին։ Զորամասում ականատեսը դարձանք հավաքական թիմի պարապմունքին։ Տղաները նպատակադրվել են անպայման ձեռք բերել եզրափակիչ փուլի ուղեգիրը, իսկ դա իհարկե բնավել դյուրին գործ չէ։ Մյուս մասնակիցները նույնպես բավական լուրջ են տրամադրված, մրցակցությունն էլ անչափ սուր է լինելու, այնպես որ հարկ է ապացուցել, որ մեր զինծառայողները մարտունակ են ոչ միայն վարժադաշտերում ու հրաձգարաններում, այլև բանակային ակումբների բեմերում։ Զինված ուժերում շարունակվում են զինծառայողների սոցիալ-կենցաղային եւ ծառայողական պայմանների բարելավմանը միտված լայնածավալ շինարարական աշխատանքները։ Ներկայացվող տեսանյութն անդրադարձ է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության գործունեությանն ու ընթացիկ շինարարական աշխատանքներին։ Զինծառայողների ծառայողական եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների եւ նրանց ընտանիքների բնակավորման խնդիրը մշտապես գտնվել են Պաշտպանության նախարարության հոգացության ներքո։
Որպես արդյունք, ազգային բանակի զորամասերում տարեստարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ Պաշտպանության նախարարության պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական ընտանիքներ։ Բացի այս, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության ուժերով իրականացվում են զորանոցային ֆոնդերի, ճաշարանների, ուսումնաշտաբային մասնաշենքերի, բաղնիքների, բուժգետերի, ակումբների, սպորտ հրապարակների եւ այլ օբյեկտների կառուցման եւ վերանորոգման աշխատանքները։ 2006 թվականից ի վեր այս ամենից զատ իրականացվում են նաեւ պահեստային տնտեսությունների կառուցման եւ վերանորոգման մեծածավալ աշխատանքներ։ Ամիսներ առաջ շահագործման հանձնված այս նորակառույց հակաօդային պաշտպանության հրթիռահրետանային դիվիզիոնը օրինակ հիմնովին նոր զորամաս է, կառուցված զրոյական մակարդակից։ Նորաբաց զորամասում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, սենյակներն ու լսարանները համալրված են անհրաժեշտ գույքով, առկա է անգամ մինի-ֆուտբոլի եւ վոլեյբոլի խաղահրապարակը։ Ընթացիկ ժամանակահատվածում ավարտին են մոտենում նաև Արմավիրի Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջիկա զորավարժությանն ընդառաջ կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքները։ Արդեն իսկ շահագործման են հանձնվել հրամանատարական արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող դիտակետն ու զինավանը։ Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում զորավարժարանն այսօր արդեն ապահովված է արդի նմանաբնույթ զորավարժարաններին հարիր բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։ Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող եւ վերանորոգվող օբյեկտների նախագծումն իրականացվում է Հանրապետության առաջատար նախագծային կազմակերպությունների կողմից։ Դե իսկ ընթացիկ շինարարություններին ներգրավված կազմակերպությունների աշխատակիցների կողմից արվում է առավելագույնը նախանշված ժամկետներում շինությունները շահագործման հանձնելու համար։ Սահմանված ժամկետներից զատ, սակայն կարևոր է նաև աշխատանքների որակական չափորոշիչների ապահովումը։ Պահանջ, որ եսկողությունը տեղերում իրականացվում է կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության կողմից, բացառելու նպատակով շինարարության ընթացքում հնարավոր չափորոշիչների խախտումներն ու անճշտությունները։ Վարչության գործունեության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման եւ բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղված աշխատանքները։ Այս տարի արդեն իսկ իրենց բնակարանամուտն են նշել զինծառայողների եւ ազատամարտիկների 61 ընտանիքներ, մինչ տարեվերջ նախատեսված է բնակարաններով ապահովել եւս 90 ընտանիքների։ Հարկ է նշել, որ բոլոր բնակարաններն ապահովվում են անհատական ջեռուցման համակարգերով, ինչը սպաներին եւ նրանց ընտանիքների անդամներին ազատում է բնակարանի ջեռուցման համար անհրաժեշտ դրամական լրացուցիչ ծախսերից եւ հոգսերից։ Անչափ կարևոր է նաեւ այն, որ ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում հեռու չէ այն օրը, երբ ծառայողական բնակարաններով ապահովված կլինեն զինված ուժերի կազմում ներգրավված եւ բնակարանների կարիք ունեցող բոլոր սպաները։ Մի բան, ինչի կարիքն այսօր զգում են շատերը, եւ որը թերևս երկրի սահմաններին կանգնած եւ մեր անվտանգությունն ապահովող հայ սպայի նկատմամբ գնահատանքի լավագույն դրսևորումն է։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի անցուդարձին կարող եք հետևել Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի միջոցով։ Իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի Կիրակնորյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։